Ողջույն սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից այսօր անցնելու ենք դաս 44-ը, լիտր հասկացությունն ենք սովորեցնում և աշխատելու ենք H 78-ից 79-ի առաջադրանքների շուրջ։ Բացատրում ենք, որ զանգվածը չափում են կիլոգրամներով, գրամներով, հետագայում նաև կսովորենք ցենտներով և տոննայով, իսկ հեղուկները կիլոգրամներով մենք չենք կարող չափել։ Հեղուկները մենք չափում ենք ապակյա տարաներով կամ կարելի է պլաստիկից տարաներ վերցնել և ասել, որ հեղուկները չափում ենք լիտրերով։ Ցույց ենք տալիս նկարը, հետո կարող ենք նաև մեր ձեռքի տակ եղած ապակյա կամ պլաստմասե շշերը 1 լիտրանոց ցուցադրել և տասնյակները հաշվելով ասել 1 լիտրը գրվում է կրճատ այսպես 1 լիտր։ Առաջին տարայի մեջ քանի լիտր ջուր է լցված երեխաներ, ասում են, տեսնում են 1 թիվը և ասում են առաջի տարայի մեջ կա 1 լիտր ջուր, երկրորդ տարայի մեջ որքան է, երկրորդի մեջ 2 լիտր է, առաջի տարայի ջուրն է շատ, թե երկրորդ տարայինը, երկրորդ տարայի ջուրը շատ է, իսկ առաջին տարայի մեջ եղած ջուրը քիչ է, կարելի է նաև գտնել տարաների մեջ եղած ջրի տարբերությունը, երկուսից հանած 1 հավասար է 1 լիտրի, այսինքն առաջի տարայի ջուրը 1 լիտրով պակաս է երկրորդ տարայի ջրից։ Այնուհետև կատարում ենք առաջադրանք 2-ը բանավոր, բացատրելով, որ անվանական թվերով նույնպես կարելի է կատարել գործողություններ։ 5 լիտրին գումարած 8 լիտր հավասար է 13 լիտր, 15 լիտրից հանած 5 լիտր հավասար է 10 լիտր, 5 կիլոգրամին գումարած 9 կիլոգրամ հավասար է 14 կիլոգրամ, 6 սանտիմետրին գումարած 7 սանտիմետր հավասար է 13 սանտիմետր։ Այստեղ հիշեցնում ենք, որ լիտրերով չափում ենք հեղուկները, կիլոգրամներով մենք չափում ենք զանգվածը, իսկ սանտիմետրերով և դեցիմետրերով չափում ենք հեռավորությունը։ Առաջադրանք 6-ը։ Շարունակելով մեկը մյուսին, տրված թվերը մեծացնում են 5-ով։ 1-ին գումարած 5 հավասար է 6-ի, 3-ին գումարած 5, այսպես շարքերով երեխաները հաշվում են և ասում 1-ից 20-ը այն թվերը, որոնք չկան տրված թվերի շարքում, նայում են, չկա 2-ը, 4-ը, 6-ը, 7-ը, 11-ը, 13-ը, 16-ը, 17-ը, 18-ը, 19-ը և 20-ը, պակասում են այս թվերը։ 7-րդ առաջադրանքը, աստղանիշը փոխարինել թվերով այնպես, որ ստանանք ճշմարիտ գրություն։ Անհավասարություններ են երկուսը, երկուսն են հավասարություն։ 3-ը մեծ է, ոչ թվերից երեխաներ, նշում են 0, 1, 2, ուրիշ թվեր չի կարելի տեղադրել։ 6-ը փոքր է ոչ թվերից, սկսած 7-ից մինչև անվերջություն կարելի ավելացնել 7, 8, 9, 10 և այլն։ 8-ը հավասար է, այստեղ կարելի մի քանի թիվ գրել, ոչ, չի կարելի, 8-ը միայն 8-ին է հավասար, նույն ձևով 0-ն միայն 0-ին է հավասար։ Եվ հաջորդ բանավոր առաջադրանքը, Հայկի, Աշոտի ու Կարենի հագուստների գույները պետք է ասենք, իմանալով, որ Հայկն ու Կարենը գնում են նույն ուղղությամբ, գտնում ենք նույն ուղղությամբ գնացող տղաների, իսկ Հայկի հագուստը կապույտ չէ։ Տեսեք, Հայկ, Աշոտ, Կարեն, Հայկն ու Կարենը նույն ուղղությամբ գնացող տղաներն են, նշանակում է հակառակ ուղղությամբ գնացող տղայի անունը Աշոտ է և նրա հագուստը կարմիր է, կարմիր հագուստով տղայի նկարի տակ գրում ենք Աշոտ։ Հիմա փորձում ենք գուշակել այս տղաներից որն է Հայկը, որը Կարենը։ Հայկը և Կարենը գնում են նույն ուղղությամբ, Հայկի հագուստը կապույտ չէ, եթե կապույտ չէ, ուրեմն դեղինն է, սա Հայկն է, նշանակում է Կարենը կապույտ հագուստով տղան է, Կարեն, շատ լավ, հիմա տղաներից ով որ ուղղությամբ է գնում, նայում ենք, Հայկը գնում է դեպի ձախ, Աշոտը գնում է դեպի աջ, Կարենը գնում է նորից դեպի ձախ։ Եվ մեզ մնաց գրավոր առաջադրանքները կատարել, լուծում ենք խնդիրներ 3-ը և 4-ը, նայելով գծապատկերին կազմում ենք խնդիր և լուծում։
Թույլում կար 8 լիտր ջուր։ Մայրիկը այդ 8 լիտրից օգտագործեց 5 լիտրը։ Երեխաներ, եթե օգտագործել է, կրճատվել է թույլում եղած ջրի քանակը, թե շատացել է։ Պակասել է թույլի ջուրը, նշանակում է 8-ը պիտի մեծանա, թե փոքրանա։ Ոչ, 8-ը պիտի փոքրանա։ Ուրեմն ինչ գործողություն պիտի կատարենք։ Պիտի կատարենք հանման գործողություն 8-ից հանած 5 հավասար է 3 լիտրի։ Եվ սրա հագադարձ խնդիրն է 4-ը, ըստ գծապատկերի կազմում ենք խնդիր եւ լուծում։ Դույլում կար մի քանի լիտր ջուր, չգիտեմ քանի լիտր է, հարցական։ Երբ այնտեղից 7 լիտրը օգտագործեցին, դատարկեցին 7 լիտրը օգտագործեցին, դույլում մնաց 5 լիտր։ Ուրեմն օգտագործել են 7 լիտրը, մնացել է 5 լիտրը։ Սկզբում քանի լիտր է եղել դույլում ջուրը։ Երեխաները, եթե այսպես գծապատկերը գծենք եւ ցույց տանք նաեւ դույլի վրա օգտագործածը, մնացածը, կհասկանան, որ ավելի շատ ջուր է եղել, այսինքն որպեսզի թվերը մեծանան, պետք է կատարել գումարման գործողություն։ 7-ին գումարած 5 հավասար է 12 լիտր։ Ամենավերջում երեխաներին հանձնարարում ենք սովորել 13-ի կազմությունը։ Եվ 5-րդ առաջադրանքը նույնպես պետք է բանալի գործողությունների միջոցով, գումարման եւ հանման միջոցով վերականգնենք հավասարությունները։ 3, 2, 4, 1։ 3-ին գումարած 2 հավասար է 5, 4-ին գումարած 1 հավասար է 5, 5-ը հավասար է 5-ին։ 6-ից հանած 2 հավասար է 4, 5-ից հանած 1 հավասար է 4, 4-ը հավասար է 4-ին։ 5-ին գումարած 1 հավասար է 6-ի, 8-ից հանած 2 հավասար է 6-ի, 6-ը հավասար է 6-ին։ 9-ից հանած 1 հավասար է 8-ի, 5-ին գումարած 3 նույնպես հավասար է 8-ի, 8-ը հավասար է 8-ին։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։